Սիրելի հեռուստադիտողներ, պատրաստվեք, դեկտեմբերի վերջն է, այն օրերը, երբ մարդիկ փորձում են հիշել ինչ էին խոստացել անցած նոր տարում ու չկատարեցին։ Քիչ հետո ներսում կլինեն մարդիկ, ովքեր դեռ չգիտեն 3 միլիոնն իրենցը կլինի թե ոչ։ Ամեն բան կիմացվի նոր տարվա հեքիաթային գիշերը։ Իսկ նա տարեմուտին որոշեց դառնալ շատ կազմակերպված մարդ։ Գրեց մեծ ցուցակ, ինչ պիտի անի տարվա վերջում, ու ցուցակի վերջում նշեց. այս ամենը տեղափոխել հաջորդ տարի։ Լավ է, մեզ էլ չի տեղափոխել հաջորդ տարի, ու կարևորը, որ նա արդեն ներս է գալիս։ Դիմավորեք, Ներսես Ավետիսյան։ Բարի երեկո, սիրելի ժողովուրդ, դեկտեմբերի վերջին օրերն են, օրեր, երբ երկու բան հաստատ իրար հակասում են։ Մարդիկ ուզում են հանգիստ լինել, բայց միաժամանակ ամենաակտիվ գնումներն են անում։ Մարդիկ ուզում են հյուր ընդունել, հյուր գնալ, ուտել, չգիրանալ, ճանապարհորդել, չգիտեմ էլ ինչ արդեն, բայց այսօր ներսարին միլիոնների մասին է։ Առաջին կեսում հյուրերն են մարդիկ, ովքեր փարավոնների տարօրինակ աշխարհում փորձում են վաստակել միլիոններ, իսկ երկրորդ կեսում մի հյուր, ով Հայաստանին ամբողջ աշխարհն է միացնում, առանց վիզայի, առանց հերթի ու առանց քաշքշուկի։ Մինչ այս ամենի հերթը գա, ողջունենք Ռուսլայնին եւ մեր նվագախմբին։ Բարի երեկո, սիրելի մարդիկ, շնորհակալ եմ, որ կրկին ինձ հետ ներսում եք եւ հիմա ժամանակն է գնալու դեպի V&M բար։ Գնացինք։ Այս թողարկումը առանց համի չի լինի, սիրելի հեռուստադիտող, սա V&M կոնյակն է, Armenia Wine ընկերության ձեռագործ գլուխգործոցը, կոնյակ, որը 10 տարի հնեցվել է 8 մետր խորը բազալտե մառանում, որտեղ շշերը չեն լսել միայն լռություն, այլ խաչատրյանական հնչողություն։ Այստեղ ամեն ինչ արվել է ձեռքով, վերքահավաքից մինչև պիտակի վերջին հպումը, քաղցրությունը բյուրական իջերից, տերուարը հայկական, տեխնոլոգիան ֆրանսիական, բաղադրությունը ազնվականություն։ Այսօր մեր հնգյակին հյուրասիրելու եմ V&M 5 տարեկան կոնյակ, խորհրդանշական կոնյակ, բույրը չոր, մրգերի նրբություն, համը փափուկ, շերտային ներդաշնակ, ինչպես դասական սիմֆոնիայի հնչյունները։ Ժամանակն է բաժակները լցնելու, սա 6-րդը իմն է։ Կմաքրեմ հիմա։ Ամեն ճիշտ է։ Դե ինչ, հայկական կոնյակը պետք է վայելել, հիմա կարճ դադար, որից հետո ես կվերադառնամ ու հյուրերից ներս կկանչեմ։ Մի պահ կանգնեք, շուտով ներսում կլինեն մարդիկ, ովքեր վերջին ամիսներին ապրել են գաղտնիքներով, փակ արկղերով, մրցակցությամբ ու գանձի որոնումներով։ Փարավոնի ժառանգի լավագույն հնգյակը հաջորդիվ ներսարիում։ Это когда
Մենք վերադարձանք եւ այս պահին ուզում եմ ներկայացնել տարվա լավագույն առաջարկը հատուկ ձեզ համար Park Bridge-ից։ Ձեր ծննդյան օրը կամ ընկերական հանդիպումները հիշարժան դարձնելու համար ընտրեք Park Bridge-ը։ Ջերմ մթնոլորտ, հետաքրքիր ուտեստներ եւ անթերի սպասարկում։ Park Bridge ռեստորանում ամեն օր կարող եք վայելել շոու ծրագիր, երգ, պար, ուրախ ժամանց եւ իհարկե համեղ խոհանոցի լավագույն ուտեստները։ Park Bridge-ը ձեր կորպորատիվ եւ ընկերական հավաքույթները կդարձնի իսկական անմոռանալի։ Փաթեթների լավագույն տարբերակներին ծանոթանալու համար զանգահարեք 094 3806 անցկացրեք եւ վայելեք ձեր տոնական օրերը հենց Park Bridge ռեստորանում։ Եթերում Ներսարի գիշերային շոուն է եւ մենք հիմա մեկ այլ շոուի մասին ենք խոսելու, որտեղ էլի ես լրակատարություն ունեմ ու գիտեք ամենահետաքրքիրը որն է իրականում ես չհասկացա թե ոնց անունս կնքեցին Փարավոն ջան, Հրաչ ջանի ականջը կանչի Մուրադյան եւ սկզբում անսովոր էր հետո դարձավ իրականում բավականին հաճելի շոուներից շատերը մարդկանց փոփոխում են բայց Փարավորի ժառանգը ժառանգի մասնակիցներին ստիպում է նաեւ կասկածել բոլորին ստել կեղծել մի խոսքով այսօր ներսում Փարավոնի ժառանգը շոուի լավագույն հնգյակն է Իլոնա Նուրբեկյան, Պապին Ղարեբյան, Սոֆի Բախտամյան եւ Աշոտ Պետրոսյան ու Գուրգեն Ասատրյան ներս եկեք Նորից ուրախանես Ձամարպա Ձյունանու շիպն ու նորից ես Շնորհավորում ենք Շատ ենք սիրում ձեզ Շնորհավորում ենք Շատ ենք սիրում ձեզ Հին տարին Անցանկանաց մի օրվա պես Նորից նոր Տարի նորից ուրախանես Ձամարպա Ձյունանու շիպն ու նորից ես Շնորհավորում ենք Շատ ենք սիրում ձեզ Շնորհավորում Շատ ենք սիրում ձեզ Այսօր երկրորդական դուք ներսեք ներս գալիս Այսա սինիներն էլ եք հանելու Բարև ձեզ, էլի մարդիկ, շատ ուրախ եմ ձեզ տեսնել ներսում Եկեք խմենք իրար հետ Լսրեք Գուգլից չի ասեմ Ես փոխանցեմ Երեխեք բարի գալուց ներս Եվս մեկ անգամ շատ ուրախ եմ ձեզ տեսնել ներսում Բայց ես վստահ եմ որ դուք ավելի ուրախ եք այս անգամ ներսում այդտեղ Որտև այս անգամ պիտի գար ներս Փարավոն ժառանգի հեռուստանախագծի լավագույն հնգյակը Դուք լավագույն հնգյակ եք Արդեն հնգյակում եք Արդեն եւ Պատմեք ոնց կերակ բոլորի գլուխը Ներսես Լավ ջան իջև ասեք ոնց եք Իրանք մասովկա են Այսքան են մասնակիցներ իրականում եղել Վստահ ես որ դուք հետո ասացի տակից դուրս ես գալու Վստահ եմ, չէ՞։ Ես քո համար վստահ չեմ Այո, դուխով Մերսի Ռաֆին ինչ ես ասել, ինչ պատասխան ես տալու Ռաֆին, վերջերս ենք ճանապարհել, շատ Ռաֆը դրամատիկ, հետաքրքիր, իրան տարան Ռաֆը գնաց շատ տխրեցինք Այսպես ենք մենք մեր տխրությունը արտահայտում տեսնում ենք ինչ տխուր եք, լավ, իրականում մնացիք 5 հոգի, շատ մոտ եք արդեն, բաղձալի միլիոններին Փարավոնի թողած ժառանգությանը, Ուզում եմ պատմեք ես անցած ճանապարհի մասին, այս շաբաթների ընթացքում ինչեր տեղի ունեցան դրամաներ եղան այդտեղ, չգիտեմ, էմոցիոնալ պահեր եղան, հիշում եմ Սոֆին ինչքան էր տխրել օրինակ հաղորդումներից մեկ։ Մի խոսքով շատ։ Պապին հեսա կոմենտներին անդրադառնանք իրար հետ։ Մի քիչ պատմեք, լավ պատմեք, հետո ես դες հստակ հարցեր կտամ արդեն։ Իլոնան հələ մեզ այնտեղ դրամաներ ունի պատմելու, չգիտեմ, Շրիլանկայից եկավ մտավ դատերի մեջ։ Սաղին վրա մնաց, վայ այնքան բան ա եղել։ Հələ որ սկսեք Փարավոնի ժառանգի շրջանակները։ Չէ, այդ Փարավոնի ժառանգի շրջանակն է։ Երեք իրեկունի։ Ես օրինակ Ռաֆի հետ կապված իրականում չէի ցանկանա որ ինքը խաղը լքեր, որովհետև երբ որ արդեն հեռուստատեսությունով նայեցի այդ էպիզոդը փայլուն խաղեր ցույց տվել։ Հաջորդը Իլոնային հանենք խաղից, եթե դու Ռաֆին ուզում ես մնալ, հաջորդը դու ես լինելու եղավ։ Ես գիտեմ։ Վաու, դες քննարկումներ ունեք իրար մեջ արդեն։ Շաբաթների ընթացքում իրար կերանք այլանդակ ձևով, իրար սկսեցինք ատել, դաժե սկսեցինք սիրել, դե խառը էմոցիաներ ապրեցինք, իսկ եզրափակում այսքանս ենք մնացել, ամենահիշվող պահը, որ Իլոնային սենց ձեռից բռնեցի, Իլոնա արի գնանք սենյակ մի հատ բան ունենք քննարկելու, առանձին քննարկեցինք, ասեցինք, որ Իլոն, մեր հետեղի Արտուրին հանենք։
Հետո կհասկանանք ինչ կլինի, ման ու տենց էլ արեցինք իրականում։ Մի րոպե, դու սուտ ես ասում, որովհետև ես այդ ժամանակ Արտուրին չեմ հեռացրել։ Ո՞ւմ ես հեռացրել։ Արտուրը դուրս է Ես այդ ժամանակ քվեարկել, չէ, մի բան ասեմ ու Իմ անունն էր գրածում։ այո, ես այդ ժամանակ Տեսելի ֆրծրելա։ Յուգոին խափելա։ Քեզ ասել եք քվերկեմ չի քվեր, հաշվի կա։ ասես մի հատ կասես էտի։ Աշ դու հելար։ Չգալակ հասլիքը։ Ինչ կասեց ես մասավաշ։ Ինչ հետ կապված։ Ես էլա։ Իրական ամեն շաբաթը նենց էր անցնում, որ մյուս տուն գնացողը դու ես լինելու։ Ահա։ Ինչև այսքան հասնելը շատ բարդ էր, երեկոյան այդ սեղանի շուրջ հավաքվել է։ Լարվում ես այսինքն, չգիտես ինչ անես, ում հանես, որն է ճիշտ, որն է սխալ։ Բայց այսքան որ հասել եմ, ճիշտ է, դիքտեղ չեմ խոսացել, չեմ խոսում, չեմ խոսում։ Բայց այսքան որ հասել եմ, էլի գոհ եմ ինձանից իրականում։ Շատ լավ էր։ Ափսոս հազար Ինձ հետաքրքիր է, բայց ամենաառաջի շաբաթը դուք կմտածեիք մոտարպես ինչ էմոցիոնալ վայրի վերումներ է ձեզ սպասվում։ Ինձ հետաքրքիր է, որ պահին դուք հասկացաք, որ լավ, սա միայն խաղ չի, մենք ուղղակի նկարման չենք։ Մենք ունենք լուրջ էմոցիաներ, վիրավորվում ենք, զայրանում ենք, սիրահարվում ենք, տաքանում ենք, դիքը բանը տեղի ունենում։ Ներս իմ կարծիքով մեզանից ոչ մեկ առաջին խաղի ժամանակ նույնիսկ խաղի ամբողջական բնույթը չէր հասկացել ու մենք բոլորը շատ տրամադրված ենք, որ մենք ամեն շաբաթ բնականաբար պետքա խաղանք ժառանգի դեմ։ Մինչև այն պահը, որ դու հասկանում ես, որ դու խաղում ես քո համար ու դու նենց ես ուզում նույնիսկ ու նենց պետքա խաղը կազմակերպես, որ դու մաքսիմալ երկար մնաս այդ խաղում։ Հետևաբար այդ կոալիցիա ասվածները, որ ձևավորվեցին մեր մեջ, հենց այդ տրամաբանությամբ ձևավորվեցին, որ դու մարդ ես գտնում, ում հետ կարաս խաղաս, ում միջոցով դու կարաս ավելի երկար մնաս խաղում, բայց այդտեղ շատ հետաքրքիր մի բան, որ հաստատ չեն հասկանա հեռուստադիտողները։ Մենք շատ իրար հետ դիալոգների մեջ էինք, ու մենք միջև վերջին պահն էլ սեղանի շուրջ նստելը կասկածում էինք, արդյոք մենք ոնց պայմանավորվել ենք տենց է լինելու այդ սեղանի շուրջ, որովհետև իրադարձություններն այնց շատ միանգամից փոխվում էին այդ սեղանի շուրջ, ու լինում էր պահ, որ դու նենց ոնց մտածում էիր կանեիր, վարկյանների ընթացքում քո միտքը փոխում ես։ Բայց ես դեռ սպասվում եմ ամենաստրեսային դատաստանի սեղանները, կարծում եմ ամեն դեպքում։ Ինձ թվում է ինչքան օղակը սեղմվում է, այնքան ավելի դրամատիկ է ամեն ինչ դառնում, ավելի դժվար, ավելի էմոցիոնալ։ Ամեն դեպքում ես կողքից հետևում եմ ընդամենը, բայց արդեն կիսում եմ ձեր էմոցիաները, այդ սենտիմենտի մեջ եմ ես ձեր հետ միասին, ու այդ եռման process-ը աշխատում է։ Լավ, բայց նաև ինձ հետաքրքիր է դուք գոնե թե այս 5-ով շաբաթը շարունակ իրար հետևել եք, ուսումնասիրել եք, վստահ եմ շատ կարևոր ենթակետեր, որոնք աչքի ընկնող չեն, դուք արդեն ֆիքսել եք, շատ կարևոր բաներ, որ ֆիքսվում են, դուք այդքան էլ չեք կարևորում։ Ինչ մտքեր ունեք հիմա, ոնց եք վերլուծում իրավիճակը, ով ունի ձեզ համար հստակ պոտենցիալ հաղթողը լինելու, ժառանգը դառնալու։ Ես մի բան ասեմ, մենք հիմա այն հնգյակով ենք, որտեղ որ իմ կոալիցիայից շատ մարդիկ կան այս հնգյակում, որը ինձ դուր է գալիս, այստեղ ես նույնիսկ հայացքներ եմ տեսնում, որը ինձ այսպայն լավ չեն նայում, բայց այո, կասեմ, որ ես ամեն անգամ մտնելուց այդ սենյակ, որտեղ որ պետք է խոսեինք, մտածում էի, այսօր գոնե քիչ կխոսաս, որովհետև քո շատ խոսելը քեզ վնասում է, նույնիսկ շատ անգամներ, որովհետև մինչև այս էպիզոդը միշտ եղել է իմ անունը գրված դուրս եկողների ցանկում, դա իմ շատ խոսալու արդյունքում ա եղել շատ անգամներ, բայց դեռ էստեղ եմ, դեռ այս հինգյակի մեջ եմ, չգիտեմ ինչպես կստացի շարունակությունը, բայց ուզում եմ ասել, որ իմ թիմ էստեղ եք, Իրանա դու մի նայ, մի րոպե։ Ոնց ես այս ամեն ինչին վերաբերում։ Այս ամեն ինչին շատ վատ, որովհետև ի սկզբանե ես խաղացել եմ դեմ ժառանգին, սակայն խաղի ընթացքում պարզ եղավ, որ այսպես իմ թիմ, ոչ իմ թիմ, այսինքն եթե ժառանգը իմ թիմից է լիներ, իմ թիմը ոչ ժառանգների թիմն է։ Ես այդպես էի խաղում։ Բայց մի հատ Այդպես բան եմ ասեմ, խաղում։ դու եթե օրինակ կոալիցիա չձևավորվեր, դու Ռաֆոյի ու մի քանից հետ կարող էիր կազմել կոալիցիա ու տենց մտքեր ունեցել եք, չէ։ Այնտեղ եղել է շատ ճակատագրական, ինձ թվում է եղել է մի հատ շատ ճակատագրական դատաստանի սեղան իրականում, երբ արդեն մոտարպես պատկերացնում ենք, թե ինչ կոալիցիաներ են ձևավորվում մասնակիցների, այդ օրը որ թիմից մարդ գնար, այն մյուս թիմը սկսելու էր տուժել։ Հա, ու ինձ թվում է այդ օրը եղել է։
Ու այդ շատ հետաքրքիր օր էր Ես գիտեմ, ով ա քաշել։ ամենահետաքրքիր դատաստանի սեղաններից մեկն էր, որովհետև 50-50 էր արդեն, կար հստակ երկու արտահայտվող ճյուղ եւ այդ օրը այդ ճյուղերի բախումն էր, բայց հիմա դուք արդեն 5-ով եք, ամեն մեկը ձեր գլխի տերն եք, ինձ նաեւ ուզում եմ պատմեք դրա մասին, որովհետև այս փորձության դժվարություններից մեկը նաեւ հենց դա է, ու մենք ի սկզբանե ձեզ խնդրել, առաջարկել, հորդորել, կոչ էինք արել, որ չմտերմանաք, շատ էմոցիոնալ կապ ձևավորեք մյուս մասնակիցների հետ, չսիրեք իրար, առավելև չքնեք իրար հետ, մի խոսքով որ հետո հեշտ լինի, քնել ենք։ որ հեշտ լինի այս օրը։ Ես իրականում ինչքան որ կոալիցիայով խաղամ, պայլբոմ մտքիս կա որ գուկ սոտեկի չէ առանձինդ կայի գուկ դրել է իրականում կոմենտ են գրել դաժե ով հաղթի չհաղթի Հյուգոն թող չհաղթի որտեվ վրեն տղու շնորհք չկա ասենք ոչ չկար ես առանձին Դա էր ուզում ասել այս կոնկրետ այդ կոմենտ գրում հա կոմենտներին անդրադառնանք եկեք Պայլբոմը պետքա սենց վախ կա էլի ներսդ որ կարան այդ ում հետ որ խաղում ես կարան իրանք իրոք մեջքից այդ խփեն ու ամեն անգամ ես մտածում ես էլի անեմ չանեմ բայց դե հիմա ինչ եղավ խաղում էլի ոնց որ ոչ մեկի մեղադելության ամեն մեկը 3 միլիոնի համար եկել ես է սաղեն կծախեմ ստեղ 3 միլիոնի անկապ խոսում են ներշան ever սուտ այնքանավոր մի բան ասեն կոնկրետ իրար հետ են լավ է գիտեն դուք Ովքեր Գուրգենը, Սոֆին եւ միջև այդ Ռիպան հստակ ամեն հենց դրսից իրար հետ եկել են ներս դեպի մի հատ հանգստացեք մենք իրար չենք խաղում իրանք իրար ոչ կդավաճանեն ոչ չգիտեմ հստակ գիտեն ինչ են ուզում իրականում ներս մենք խաղի շրջանակներում ենք ծանոթացել ես Պապինի ու Գուգոյի հետ ծանոթացել եմ խաղի շրջանակներում Ռիպային ճանաչել եմ մինչ այդ Դրա համար ես տենց սաներ տարա Ռիպայի դուրս գալը բայց իրանց ծանոթացել եմ խաղի շրջանակներում ու չեմ սպասել որ իրականում իրանց հետ կձևավորվի սենց համ ընկերական համ խաղային կապ չեմ սպասել ես առհասարակ մտածում եմ ես երկրորդ էպիզոդից դուրս եմ մնալու Վաու Ես տենց տրամադրված եկել էի Հիմա մենք փակչում ենք ցիելի մարտիկ Բայց համ էլ ասեմ որ իմ կարծիքով մենք 10 հոգի էինք ու շատ հետաքրքիր էր խաղը հենց նրանով, որ մենք բոլորս իրարից տարբեր ենք։ Ու մեր խաղավոճն էլ է իրարից շատ տարբերվել ու տեսակայինը մենք շատ տարբեր մարդիկ ենք։ Ես նաև ներողություն հավելեմ, որ Տիկինյաննայի դուրս գալուց անմիջապես հետո մեր խաղի ոճն էլ փոխվեց, որտեղ ոնց որ չէ՞ մի բան։ Այնտեղ հələ մի պահ գոնե հարգանք կար։ Տիկինյաննա ինչ սկսվեց այդ։ Ոչ Աշոտը, ոչ իրականում Տիկինյաննան արդեն մնացած մեկ է Արտուրներ գնաց հստակ իրար հետ այդ վախերով էին խաղում եւ այլն այստեղ կար հստակ 3 հոգի դոմինանտ արդեն մասնակից որ իրականում իրանք որոշում էին արդեն դու խաղում ես ինչ ես նեղվում այդքան ուզում եմ հասկանալ ես չեմ նեղվում ես ասում եմ այն ինչը որ կա բայց դու նեղվում ես ես չեմ նեղվում դու հանգստացի Հիմա դուք ես 5-ով գիտեք ով է Փարավոժանը այո ես գիտեմ բայց լսող մենք չգիտենք սով մենք գիտենք ես միանշանակ կասկածյալ ունեմ ես էլ ունեմ այո Աշ դու նորից լուր ես բայց հիմա մենք ներս արիում ենք ու ստեղ ոնց որ դա ռազմավարություն որպես չի դիտարկվում ուզում եմ դու էլ պատմես քո էմոցիաները Աշոտը չխաղաց իմ հետ հասկանում ես Դրա համար խաղի սկզբից միջև այս հնարավոր Իլոնայի հետ չխաղալ ո՞նց անում որ Իլոնը խաղալ լյուբայ խաղ ու այդ մարդ չի խաղում Միշտ Կարող բան փոխել խաղի մեջ իմ Ուստա ձայնը խառնեց իր ձայները միշտ Վերջի պայն այդ ձայնը չեմ տվել այդ մարդու հետ կապված Խիղճս էլ չի կամանել, անկեղծ չի կանում Խիղճը թող դուրսը, աղիղ ներսը Բայց եթե ես չկարեմ է, կուզեմ կրի սոֆին, Դու չես կրի մոռացի Աշոտ լսեցի ինչ Բայց լսեցիք ինչ ասեց Աշոտը որ ինքը եթե չհաղթի կուզում է ես հաղթի, անկեղծ էսի ես նույնպես ասել եմ դա առաջին Դե լսենք Սոֆին ինչ կասի Այդ սիրով Սոֆ եթե դու չհաղթես ով կուզես Փարավոժի առաջ ինչքան չէ էլի Ներս իրականում ես այս մարդկանցից ով էլ հաղթի շատ ուրախ կլինեմ անկեղծ Իմ բարի Ունես սենց մի քիչ սրտի խորքում պահած Դե բնականաբար կուզենամ այն մարդկանցից լինի ում հետ ես խաղում եմ, բայց ով էլ հաղթի հաստատ ես չեմ տխրի, չեմ մասի, վայ կուզեի ես լինեի, ափսոս ես չի, ես այսքան հասել եմ խաղի մեջ, այսքան փուլերով անցել եմ, այս իմ համար արդեն բավականին մեծ ձեռքբերում էր։ Գումարի առումով ով էլ հաղթի շատ ուրախ կլինեմ իր համար։ Ես օրինակ ես հաղթեմ։ Ստակ էլի Քո հաղթելու բոլորի դեպքում այդ կոնկրետ մարդու հաղթելու փաստը չենք ոնց որ դիտարկում Եթե դու չէ, ապա ով Ես էլի եմ ասել, առաջին մեր ներսարի ժամանակ ես ասել եմ որ ես ինչ շատ է դուր գալի Սոֆայի խաղը
Շատ ադուր գալի Սոֆի խաղը, չէ, Սոֆային ադուրս գալի Սոֆինը, չէ։ 8 շաբաթ իրար հետ է կապում սոֆա։ Սոֆի խաղին շատ Հյուգո։ ադուր գալի, սկուզեմ Սոֆի։ Եթե ես չէ, ապա Իլոնան։ Եթե դու չի, ապա Իլոնա։ Ես կիսում եմ Հյուգոյի կա։ Իսկ մենք միլիոնները սրանցակին հանենք լար։ Գնա, ամենասկզբից այդ արդեն պայմանավորվել է։ Չկա տենց բան։ Դու էլ ես դա ասել, նորն ասել։ Վայ, TV-ով գնացել է դա։ Հա, բայց որ գնացել է դա դեռ չի նշանակում դու ճիշտ Մի էի։ հատ հանգստա, ոնց ես չի, դուք ասել եք դա հələ նայեք, այս էս ճիշտ է, չեմ կարող։ Առաջ տապեմ, հա։ Դաշը խաղին է, չէ՞։ Չես կարողանում։ Չէ, լավ, էդի արդեն շատ շնորհակալություն Գուրգե, եթե ես չէ, Գուրգենը պապին ջան, նենցա դու էլ։ Հա։ Հա։ Տեն դու էլ։ Այդ ձեր Դելա կա դու էլ։ Երեխեք, ես դες շատ հարցեր ունեմ, որոնք չհնչեցրեցի, բայց ցավոք սրտի եթերը ժամը սուղ է։ ասեք, ասեք։ Մենք ներսում ենք։ Շատ ուրախ եմ, որ եկաք ներս, շատ շնորհակալ եմ, որ եկաք ներս ու բերեցիք ձեր էներգիան ներս։ Շատ սիրում եմ ձեզ։ Ես էլ այս շաբաթների ընթացքում արդեն ունեմ իմ էմոցիոնալ կապը ձեզ հետ։ Ով էլ հաղթի շատ ուրախ կլինեմ այդ մարդու հետ, հուսամ ոնց որ ինձ էլ ինչ կտակ, ոնց որ այդ արդեն կհասկանանք։ Ավարտից հետո շնորհակալություն շատ, որ եկաք ներս, ձեզ հաջողություն եմ մաղթում, պայքարը դեռ շարունակվում է, պայքարը շատ արդեն թեժ է Փարավոնի ժառանգորդը լինելու համար, լավագույն հնգյակներ այս պայմանից հետ ներսում, ձեզ հաջողություն եմ մաղթում, շատ կարճ ժամանակ անց կիմանանք թե ով է այդ հաջողակը։ Եվ այսպես, դեկտեմբերի 27-ին պարզ կլինի, թե այս հնգյակից ովքեր են անցնում Փարավոնի ժառանգը իրապատում շոուի եզրափակիչ եւ միայն դեկտեմբերի 31-ին մենք բոլորս միասին կիմանանք, թե ով է Փարավոնի ժառանգը։ Իսկ այս պահին ես մաղթում եմ ձեզ հաջողություն եւ մեզ հիմա պետք է միասին ասել շնորհավոր գալիք նոր տարի։ Կարճ դադարից հետո մենք ունենք էլի հյուր այնպես որ ինձ հետ մնացեք ներսում։ I don't wanna live for Christmas. There is just one thing I need. I don't care about the presents underneath the Christmas tree. I just want you for my own, more than you could ever more. Make my wish come true, baby. All I want for Christmas is you. Jingle bell, jingle bell, jingle bell rock. Jingle bell swing and jingle bell ring. Snowing out, blowing our bushes of fun. Now the jingle hop has begun. Jingle bell, jingle bell, jingle bell rock. Jingle bell chime and jingle bell time. Dancing and prancing and jingle bell square. In the first year. Եթե քիչ առաջ մենք փնտրում էինք գանձեր, ապա հիմա նոր հնարավորություններ։ Իմ հաջորդ հյուրն այն մարդն է, ում պատճառով հիմա ամբողջ Հայաստանն ասում է ընձուղտը կբերի արտահայտությունը։ Երբ վերջերս մենք բոլորս սկսեցինք սեղմել բայ կոճակը, աշխարհը փոքրացավ։ Իսկ հիմա հասանելիություն դեպի ամբողջ աշխարհ։ Ինչու եմ սա ասում։ Հիմա իմ հյուրն է նա, որը վերածել է այդ ցանկությունը ծառայության։ Դիմավորեք Դավիթ Հարությունյան, Globing ընկերության հիմնադիր տնօրեն։ Ներս արի։ Let it snow, let it snow, let it snow. And it doesn't show sign it's stopping. And around me some corn for popping. The lights are turned way down low. Let it snow, let it snow, let it snow. Բարի երեկո, բարի գալուստ ներս։ Ուրախ եմ ձեզ տեսնել ներսում ու շնորհակալ եմ որ այստեղ եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Դավիթ, տարիներ առաջ, 10 տարի առաջ ծնվեց Globing-ը եւ մեր կյանքում շատ բան փոխվեց, բոլորիս կյանքում։ Ինձ հետաքրքիր է ոնց տրվեց մեկնարկը, ոնց այդ նոր իրականությունը հայտնվեց մեր կյանքում։ ԱՄՆ-ից նոր էինք վերադարձել Հայաստան, մշտական բնակության եւ մի մեքենայի մաս փչացավ, մոտ 2 շաբաթ հետո էր, որը սերվիսում առաքվում էր 3.5 ամսում եւ արժեր $450։ Ընկերոջս խնդրեցի Վրաստանում այցելեց այդ սերվիսը, նույն ընկերության
առաքվում էր 3 ամսում էլի $400 էր կարծեմ, եւ մտա ԱՄՆ-ում նայեցի eBay-ում $76 էր այդ մասը։ Ընդամենը։ Ու հենց այդ բայից արդեն միանշանակ էր ինչով կուզեի ամբողջ կյանքում զբաղվեի։ Որովհետև ինչ որ ձեր ոնց որ ճնշեր այդ միջավայրը, երբ որ դու ապրում ես նույն աշխարհում, բայց երբ որ ԱՄՆ-ում ես ապրում, դու մի ձև քեզ կարա զգաս, երբ որ Հայաստանում ես ուրիշ ձև է։ Արտասահմանում ճանապարհորդում ես, մի հատ խաղալիք ես տեսնում, ասում ես, ինչ ափսոս իմ երեխան չի կարա սրանից ունենա օրինակ եւ այլն, էլի։ Իսկ հիմա ընդհանրապես այդ նույն խանութում արտասահմանում գնում ես, նշում ես գլոբինգի հասցեն այդ երկրում ու շարունակում ես ճանապարհորդել։ Այո, հրաշալի։ Այդ ժամանակ սկսեցինք հարցում անել մարդկանց, թե ինչի օնլայն գնում չեն կատարում։ Մի քանի հազար մարդու հարցում արեցինք եւ պատասխանները հստակ նշեցինք։ Օրինակ մարդ չկա, որ պատասխանատվություն կրի, որ կողքս լինի։ Կամ ինչքան էլ հետարքիր էր, որ ամենաառաջի կտորը զբաղեցրեց, որ մարդ չկար մունատ գամ, եթե մի բան մեջ չլինի։ Որ գումարը փոխանցեմ ինչ կստացվի, բա որ ապրանքը փչացած գա, բա որ ուժ գա։ Բոլոր հարցերը մեր համար նշեցինք ու սկսեցինք դիմով մտածել, թե ամեն հարցին ինչ պատասխան կարելի է տալ։ Օրինակ, չեմ վստահում, բա ով լինի կողքս եղա, ուրեմն պետքա հասանելի տարածքի մեջ լինի սերվիս կենտրոն, որը վստահելի տեսք ունենա, լինեն աշխատակիցներ, ովքեր կսպասարկեն, կօգնեն, կսովորացնեն, եթե պետքա կանխիկով կարելի է գնում կատարել, то есть բոլոր հարցերի պատասխանները, որոնք հաճախորդները տվեցին, լուծումները տրվեց ու ստեղծվեց գլոբինգի բիզնես մոդելը։ Մի հարց չկարողացանք լուծենք, այդ ժամանակի հարցներ, որը զգալի արագացավ, բայց չդարավ նույն պահին։ Տելեպորտից հետո էլի, հա։ Հաշվի առնելով, հա, եթե մնացած հարցերը բայց նախքան այդ գաղափարը դուք որևէ կերպ կապ ունեցել եք այս ամեն ինչի հետ, թե բացարձակ նոր աշխարհ եք բացահայտել ու ընդհանրապես իմ համար անծանոթ էր, թե օնլայն գնումը, թե ընդհանրապես ոլորտը անծանոթ էր։ Ուղղակի այնքան հստակ էր անհրաժեշտությունը, հստակ էր, որ այդ անհրաժեշտությունը ոչ թե Հայաստանում է, այլ աշխարհի ավելի շատ երկրներում այդ անհրաժեշտությունը կա, քան թե երկրներ, որտեղ լուծված է։ Վա, նույնիսկ։ Հա, ու շատ հետաքրքիր ճանապարհ էր։ Միջև նմանատիպ լոգիստիկ ընկերություններ, որ մենակ այդ լոգիստիկ կտորը ապահովում են, որ կարաս պատվիրես ստանաս, բոլոր երկրներում էլ կան աշխարհի։ Հայաստանում էլ կար մի քանի ընկերություն։ Բայց կազմակերպել նենց որ սա դառնա մասսայական ոլորտ, ստացվեց գլոբինգի մոտ։ Իսկն մենք հիմա վստահաբար կարանք ասենք, որ օնլայն գնումների արտերկրից մշակույթի կերտողն ենք եւ զարգացնողն ենք մեր հաճախորդների հետ միասին։ Ես շատ լավ հիշում եմ այդ ալիքը ոնց սկսվեց, բայց նաև ձևավորվեց շուկա տարիների ընթացքում եւ այս 10 տարվա ինտերվալը եթե վերցնենք, կա արդեն հստակ ձևավորված շուկա, շուկայի ձևավորում ու ինձ հետաքրքիր նաև այստեղ դիրքերի հարցը, հա, արդեն լինել առաջինը, մնալ առաջատարը, ինչքան դժվար է դա։ Դա բավականին աշխատատար է ու դա մեծամասամբ իհարկե թիմի շնորհիվ է եւ հաճախորդների ընտրության, բայց կարանք հպարտորեն ասենք, որ բոլոր 10 տարիների ընթացքում, այսինքն բացվել ենք 15 թվի վերջին, շատ արագ դառել ենք ոլորտի առաջատար եւ դրանից հետո ամեն տարի միջև հիմա ոլորտի առաջատարն ենք։ Եվ մեր պլանները զարգացման շատ ավելի մեծ են, քան որ հասել ենք։ Այսինքն մենք մեզ հիմա համարում ենք անգլերեն ասած proof of concept, որ տեսանք, որ դա ստացվեց։ Հետո ինչով կարելի է հիմնավորել ես, հա, թվերով ասեմ, միջև մեր բացվելը Հայաստանից արտասահման օնլայն գնումները ընդամենը $5 միլիոն էր տարեկան։ 5 տարի հետո, երբ մենք բացվեցինք, 10 միլիոններ հասել։ Իսկ մեր բացվելուց հետո արդեն 200 միլիոն էր, 20-ը պատկվեց, որից մեծամասնությունը արվում էր գլոբինգի միջոցով։ Այս ուղղում խոսենք նաև այդ ֆենոմենալ 20-ը պատկման մասին, որտեղ լուրջ թվերի մասին ենք մենք խոսում։ Ոնց ստացվեց այս տեմպը։ Դրա հիմքում այդ հարցերի պատասխաններն էր, խնդիրների լուծումներն էր, որոնք հաճախորդները կուզեին, որովհետեւ սկսեին օնլայն գնում կատարել։ Իսկն
ինչ որ կերպ կարելի ասել, որ մենք ոչ մի բան չենք հորինել, հակի շատ ուշադիր լսել ենք հաճախորդը ինչ ա ուզում ու ամեն կետի համար փորձել ենք պատրաստենք պատասխան։ Հետադարձ կապը շատ արագ է, հա, եղել։ Արագ էր փորձում ենք ուսումնասիրենք, սովորենք, հիմա էլ արագ։ Բայց հետաքրքիրն է, որ մենք մտածում ենք կարող է դե հայ ենք, Հայաստանում մեծ թիմ ունենք, այդ պահին մոտ 250 աշխատակից կար արդեն։ Մտածում ենք աշխատակիցները մոտիվացված իրան շրջապատով կարող այդ ամեր հաջողության գաղտնիքը։ Դրա համար որոշեցինք ղազախական շուկայում փորձենք ու էլի Հայաստանի պես միջև 1 տարին լրանալը դառանք շուկայի առաջատարը։ Հետո Ուզբեկիստանում փորձեցինք։ Հիմա այս 3 երկրներում էլ միանշանակ առաջատարն ենք մեր ոլորտի, իսկ Միջին Ասիան, որի բնակչությունը 84 միլիոն է, Միջին Ասիայի ամենախոշոր ընկերությունն ենք մեր ոլորտում։ Բայց տեսնում ենք դեռ այնքան մեծ պոտենցիալ աշխարհում, որ դրանով էլ ավելի շատ ոգևորվում ենք։ Կարելի ասել հոգնածություն չկա, մենակ ոգևորվածություն կա ու appreciation, շնորհակալություն կա մեր հաճախորդներին, որ մեզ հասցրել են ստեղ։ Ինչն է վերջակետը, չգիտեմ, կամ նպատակակետերից DHL կամ նման ինչ-որ ընկերությունների համաշխարհային իմաստով տեմպին հասնելու մասին է խոսքը, ինչի մասին է խոսքը, աճման պրոգրեսը, որ հաշվենք։ Փորձում ենք բոլոր կառավարչական, բոլոր ֆունկցիաները, որոնք ֆիզիկական ներկայություն չեն պահանջում, կազմակերպել Հայաստանում։ Դա կարելի ասել ինչ որ ձևի փորձեր մեր հայ լինելուն արժանի լինելն, ասենց ասեմ, հա։ Ու ինչն է նպատակը վերջնական, հենց գլոբինգի մասով ես կասեի, որ աշխարհում այնքան հայտնի դառնանք ու ազդեցիկ, գլխամասը ռեսուրսները բոլորը պայելով Հայաստանում, որ հայ ազգի համար եւս մի հպարտության առարկա ընկերություն առիթ հանդիսանենք։ Միանշանակ դա հրաշալի կլինի եւ ես հուսով եմ որ զարգացումներն հենց այդպեսին կլինեն։ Եվ խոսենք նոր մշակույթների մասին, որը գլոբինգը բերեց մեր կյանք, օրինակ, չգիտեմ, մեզ կուզեմ պատմեք լոքերներից, որոնք էլի շատ կոնկրետ փոփոխություն բերեցին այս մշակույթում, drive-thru-ն, որը հայտնվեց մեր կյանքում, որտեղ չգիտեմ, մինչև այդ ես նահանգներում շրջագայելուց անընդհատ մտածում եմ, որ ասում եք, բայց հետաքրքիր բան օրինակ այս drive-thru-ն, բայց չգիտեմ, օրինակ մեր մշակույթի մեջ առասարակ մեր կենցաղավարությամբ ապրող մարդիկ պատրաստ են այս գաղափարին ու ոնց կվերլուծեք սրանք արդեն կիրառվող երևույթներ են մեր կյանքում։ Եթե հիմնական քայլերով գնանք, հա, առաջինը կասեմ վստահության ձեռբերում, այսինքն կարողացանք հաճախորդների մոտ վստահություն ձեռբերենք, որ եթե պատվիրեք ու եթե մի բան նենց չգնա, մենք դրա համար պատասխանատվություն կկրենք։ Դա առաջի երևի ամենամեծ քայլն էր։ Երկրորդ ամենամեծ քայլը այն էր, որ կհիշեք, պետք էր անձնագրով մոտենալ սրա բոլոր ընկերություններում, օրենք տենց էր, ու պետք էր 2 թուղթ ստորագրել 15 րոպե սպասել մինչև ծանոթացնել բերեն, եթե մնար մաքսայինում պետք էր գնալ մաքսային, եթե կար մաքսավճար պետք էր 3 սեղանի մոտ մոտենալ կամ 7 սեղանի մոտ մտնել պահեստ եւ այլն եւ այլն։ Այդ ամբողջը վերացվեց ու դառավ ընդամենը միջինում 19 վայրկյանանոց process։ Իսկն մաքսայինի օգնությամբ եւ գլոբինգի ծրագրերը ինտեգրվեցին։ Արդեն բեք ինտեգրացիայի մասին է խոսում, որը եւ հաճախորդը մոտենալիս արդեն գիտեր մաքսավճար ունի թե չէ եւ կարող օնլայն վճարեր։ Հետո ռասը սկաներ անում, այս բոլոր process-ները, բեկեց ստուգում, համաձայնեցում այս թղթերը, անձնագիրը, ամեն ինչը 19 վայրկյանում արագ ծրագիրը անում էր։ Այդ մեր ռոբոտացված սրաներն էր, որ էլի իհարկե առաջինն էր եւ մեր կողմից ստեղծած մեխանիզմը։ Հետո 18 թվականին արդեն պահանջարկը ավելի շատանում էր ու սրաներ այդքան չենք հասնում բացենք ու հիմա էլ իրականում մոտ չենք հասնում նրան զարգանանք, ինչի պահանջարկը կա եւ աշխարհում եւ Հայաստանում պահանջարկը ավելի մեծ է, քան մենք հասնում ենք զարգանանք նկատնում ինվեստիցիաների տեսանք նույնց եւ այլն էլի, բայց դա ավելի բիզնես կտոր է։ Իսկ եթե հաճախորդի մասը ասեմ, լոքերները դրեցինք, որտեղ հաճախորդները այն ժամանակ վիվասելի սրաներում կարային մոտենային, ծանրոցները ստանային, հետո այդ ցանցը մեծացրեցինք, այժմ Հայաստանի 160 կետում դրած է
Հայաստանի ծավալ չափսերի համար դա շատ մեծ ցանց է։ Վաու։ Շատ բաներ եղավ, շատ բարձեցրեցինք, շատ բաներ հաճախորդների համար հեշտացրեցինք, վերջերիս բանը, որ փորձեցինք, որ ավելի շատ խիստ անհրաժեշտություն չի, բայց հաճույք է որոշ հաճախորդների համար, այդ drive-thru-ն է, որ առանց մեքենայից իջնելու Ապրանքը էլի վերցնել։ նույն 20 վայրկյանի ընթացքում շատ հաճելի միջավայր է, մեքենայով անցնում է, սուրճ են հյուրասիրում բոլոր հաճախորդներին եւ այլն։ Ոնց աշխատում Ոնց ընդունվեց այդ drive-thru-ն, ինձ շատ հետաքրքիր է այդ մշակույթը։ Մարդիկ արդեն կան, որ ստաբիլ օգտվում են։ Հաճույքով չեմ կարող ասեմ, որ մասսայական պրոդուկտ է, ընդհանրապես մասսայական չի, շատ սեգմենտային պրոդուկտ է, բայց ով որ օգտվում է, մեծ հաճույքով են օգտվում։ Ամենամեծ պահանջարկը Հայաստանում իհարկե սրաներն է ու լոքերների ցանցն է։ Խոսենք նաև բայց սերվիս կենտրոնների մասին, որը էլի նոր որակ բերեց Հայաստան, ինչը հստակ հաշվի առակ, որ ենթակետերին ուզեցաք առաջինը շատ հիմնականը այդ որ հաճախորդը կուզեր, այն ժամանակ ավելի շատ էր լինում, երբ որ հաճախորդը կգնար մի խանութ մի հատ պայուսակ կտեսներ, նկարով կգար, կասեր սրանից եմ ուզում։ Այդ ամբողջը կօգնեինք անել։ Ես այս բոլոր հարցերին պատասխանելով կարողացանք հասնանք նրան ու էլի ուզում եմ անպայման կրկնեմ, որ մտքերը մերը չէին։ Մտքերը հաճախորդներինն էին, որ ասում են սրա կարիքը կար ու շատերը լսում էին։ Հասան նրան, որ այս 10 տարվա մեջ ոչ մի անգամ ոլորտի առաջատարությանը կորցնելու նույնիսկ մոտ չենք եղել։ Իսկ միշտ եղել ենք շոշափելի առաջատար։ Կան դեպքեր, երբ որ ես տեսել եմ, երբ որ ասում են, որ առաջատար են ոլորտ եւ այլն, բայց մենք խոսում ենք հենց մեր ոլորտի մասին։ Ես կարա լինի դեպք ու կան դեպքեր, երբ որ այլ ընկերություն կամ ընկերություններ որևէ այլ գործունեության արդյունքում, օրինակ Հայաստանի մեջ փաթեթ տեղափոխելով կամ ինչ-որ այլ գործունեությունների արդյունքում ծավալները կարան տարբերվեն ու լոկալ ծառայությունների մասին։ Ինչ-որ ավելի լոկալ ծառայությունների հաշվին ասեն, որ ավելի պոպուլար են սենսնեցա, բայց իրականությունը տենց չի։ Իրականությունը դրանք ապացուցելի թվերով կան, որ Globing-ը միանշանակ լիդերը 3 երկրում է։ Ինձ նաև շատ հետաքրքիր է Դավիթ Պարտատոմսերի ենթակետը ու հետաքրքիր է ինչա ընկերությունը գնում ֆինանսավորման հենց այս ճանապարհով։ Եվս հետաքրքիր է պատասխանը, որովհետև էլի գնացել ենք այն ճանապարհով, որոնք խորհուրդ են տվել հաճախորդները։ Իսկ մասսայականացնել, այսուհետև ցանկացած մարդ կարա մասնակցի, կարելի ասել Globing-ի ապագայի մեջ։ Մեզ այդ ռեսուրսները պետք են նրա համար, որովհետև պահանջարկը շատ ավելի մեծ է անկերության հանդեպ, ինչպես ասացի, քան մենք հասցնում ենք ներդնենք մանավանդ արտերկրի ցանցերի մասով։ Հաճախորդի համար հնարավորություն է ինչ-որ չափով մեր հետ մասնակցել ու ներգրավվելու, հա։ Եվ ներգրավել եւ էմոցիոնալ եւ նյութապես որևէ արդյունք տեսնել Globing-ի աճից։ Հրաշալի, որ կա նաև նման հնարավորություն, որտեղ վստահ եմ շատերը կունենան ողջավորություն միանալու սրան։ Եվ վերջում ուզում եմ խոսենք Հայաստանի եւ աշխարհի հետ կապի մասին, հա, որտեղ ստացվում է, որ ամբողջ աշխարհը մեկ քաղաքում մենք կոնե թե ունենք այս հնարավորությունը արդեն 10 տարի, որտեղ այդ շատ հեշտացրել է մեր կյանքը, շատ արագ է ամեն ինչ, շատ հաճելի է, հնարավորություններն են ավելի մեծ, ընտրությունն է շատ ավելի մեծ։ 20 միլիոն բնակությամբ Ղազախստանում էլի ամենասիրված բրենդերից մեկն ենք։ Վաու։ Ու էլի նույն նեյմինգով, նույն բրենդով է։ Մեր ուղղն է։ Այդ հրաշալի է, որ արդեն նաև համաշխարհային քարտեզում է հայտնվում հայկական ընկերությունը, այդ հպարտանալու է միանշանակ ու այս գաղափարն եմ ուզում մի հատ ընդհանուր վերլուծենք, ամփոփենք, որ այսուհետ աշխարհը ունենք մեկ քաղաքում։ Այսօր ամբողջ աշխարհը հասանելի է Երևանում կամ Հայաստանում գտնվող ցանկացած մարդու մի քանի քլիքով ընդամենը 10 տարի պահանջվեց սրան հասնելու համար կամ գուցե այս նշածողը շատ վաղուց արդեն սահմանված է։ Հայաստանում 5 տարի պահանջվեց դրան հասնելու համար։ Մեր DNK-ի մեջ ընկերության եղել է ինչ ուզես գաղափարին հավատալը, ոչ թե որ հաճախորդը ինչ ուզի կարողանա պատվիրի, այլ որ հաճախորդը ինչ ուզի կարողանա անի։ Ու այդ դեպքում մենք գտանք ամենասուր ցանկությունը ինչ ուզել ունենալու, հետո ինչ ուզել ունենալու, ինչ միջոցներով ունենալու։
Բոլոր մեր կետերը հակված են նրան, որ ուշադիր լսենք հաճախորդը ինչ ուզի, այդ անենք։ Ու նույնիսկ պարտատոմսը եղել է էլի հաճախորդների առաջարկի արդյունքում։ Հրաշալի է նաև այդքան հաշվի նստել ես հետադարձ կապի հետ հաճախորդների, որի արդյունքը կարծում եմ ակնհայտ է արդեն։ Ավելի լավ գիտեն ինչա պետք։ Մեզ պետք է շատ ուշադիր լսել ու փորձել հասցնել։ Շնորհակալություն Դավիթ, որ եկաք ու ինձ պատմեցիք այս շատ հետաքրքիր ու կարևոր ինֆորմացիայի մասին։ Շնորհակալություն նրա համար ինչ որ անում եք, որտեղ դա վստահաբար բոլորիս կյանքն է շատ ավելի հեշտացրել փաստորեն վերջին տասնամյակում։ Ձեզ նորանոր հաջողություններ եմ մաղթում ու իսկապես կուզեմ, որ մի օր նշենք, որ աշխարհում մեծագույն ընկերություններից մեկը այս ոլորտում Globing-ն է, որն ունի հայկական ծագում։ Մեծագույնը։ Շնորհակալություն ևս մեկ անգամ։ Շնորհակալություն։ Այսօր մենք խոսեցինք գանձից, ելի հեռուստադիտող եւ առաքումից։ Եվ եկանք մի պարզ մտքի, որ գանձը միշտ այնտեղ չէ, որտեղ փնտրում ես։ Երբեմն այն գալիս է փաթեթով աշխարհից դեպի Հայաստան։ Շնորհակալություն բոլորին, շնորհակալություն ովքեր մեզ հետ էին։ Եթերում Ներսարի գիշերային շոուն էր այս տարվա վերջին Ներսարի գիշերային շոուի ավարտական թողարկումն էր սա, եւ մեզ մնում է ինչ ուղղակի բարձր ասել եւս մեկ անգամ շնորհավոր գալիք նոր տարի, թող 2026-ը լինի խաղաղ, առողջ ու ստեղծարար տարի։ Սուրբ Ծննդյան հրաշքը թող մեզ մի փոքր ավելի բարձր դարձնի։ Կհանդիպենք նոր տարում, բարի գիշեր, մնացեք խաղաղ, հաջողություն, եթերում Ներսարին էր։ Տարի ուրիշ տարի դու նավեր սեր ու խնդության ու իմ բարի այնքան մեզ ներում ես ու վերհանում